Բարև ձեզ, Factor TV-ի եթերում այսօր զրուցելու ենք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ ու բավականին անսովոր եւ ոչ մշտական ֆորմատով, բայց թեման քանի որ ակտուալ է եւ պարբերաբար ստանում է տարբեր պատճառներով քաղաքական կամ ինչ-որ տարբեր լրատվական, առիթների պատճառով ակտուալություն, դա այսպես կոչված հայաստանցի Ղարաբաղցի այդ բաժանումը, վեճերը, քաղաքականացած խոսույթը կամ նաև կենցաղային մակարդակը նույն խոսույթի, որ գոյություն ունի ու հնարավորինս փորձենք հասկանալ ինչ շերտեր կան այդ խոսույթի տակ, որն են դրանց պատճառները, որն է դրա պատճառները, խոսույթի եւ ինչպես կարելի է հաղթահարել, նման երևույթները։ Ընդհանրապես, երբ որ մենք հիմա խոսում ենք Ղարաբաղի թեմայից, ես այս թեմայով պարբերաբար միշտ հետաքրքիր ա եղել, 90-ականներից հետո սա հայկական ինքնության ամենակարևոր թեմաներից է Ղարաբաղի եւ Ալեքսանդր Իսկանդարյանը մի հոդված ուներ հայտնի, հայկական ինքնության Ղարաբաղիզացում, հայկական պատմական ինքնության Ղարաբաղիզացում ու հիմա մեր հայաստանցի այդ Ղարաբաղցի որ բաժանումը կա եւ որ Հայաստանի բնակչությունը մոտավորապես 3 միլիոն է, Լեռնային Ղարաբաղին մոտ 130,000, մի քիչ դժվար է պատկերացնել ինչու ասենք նույն Ղարաբաղի հարցը այսքան մեծ կամ մեծ նշանակություն ունի, բայց եթե վերադառնում ենք օրինակ 19-րդ դարի սկիզբ ու նայում ենք Հարավային Կովկասի կամ Արևելյան Հայաստանի քարտեզին, հայկական բնակչությունը շատ փոքրացել էր, հիմնականում 17-18-րդ դարերի ընթացքում ու կար մի քանի sense կղզիներ հայկական բնակչության, մեկը Արարատյան դաշտն էր, ասենք Հոկտեմբերյանի Երևանի շրջանը, մեկը Տավուշ Լորին էր, մեկը Գորիս Կապանի հատվածն էր, Ագուլիսը եւ մյուսը Լեռնային Ղարաբաղն էր ու հյուսիսից հարող այդ հատվածը ու եթե օրինակ Հայաստանի տարածքում Երևանի խանության այդ հատվածի հայկական բնակչությունը 19-րդ դարի սկզբին մոտ 14,000 էր, Լեռնային Ղարաբաղում մոտ 20,000 հայկական բնակչություն կար այն ժամանակ, այսինքն ամենախոշոր հայկական մնացած կղզին էր ինքը ու հենց այդ պատճառով ոնց որ այս Ղարաբաղի նշանակությունը արևելյան, այսպես ասած, Հայաստանի, եթե կարելի է այս եզրը օգտագործել, աշխարհագրության ենթատեքստում շատ կարևոր էր, նույնը 19-րդ դարի վերջին, օրինակ եթե մենք նայենք Հայաստանի տարածքի հայկական ամբողջ բնակչությունը մոտ 440,000, Լեռնային Ղարաբաղինը, որ շատ անհամեմատ փոքր է, մոտ 10 անգամ փոքր է տարածքով գրեթե 102,000, այսինքն շատ խիտ բնակեցված ինքնահայկական շրջան էր, դա պատճառը, որ այդտեղից շատ մենք նաև ակտիվ ազգային շարժման մասնակիցներ ունենք, գիտենք, որ Վանի ակտիվիստները, Դաշնակցության նույն Վանի իշխանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Դումանն էր ժամանակին նաև շատ ակտիվ, նույնպես ծնունդող ղարաբաղցիներ էին ու դրա պատճառը նաև ինստիտուտներն էին, որովհետև Շուշիում կար թեմական դպրոցը, կար ռեալական դպրոցը, որ արտադրում էր ազգային ինքնություն ունեցող մարդկանց, Հիմա մենք մտածում ենք, որ ազգային ինքնությունը, այսինքն ազգի մասին այդ ընդհանուր պատկերացումը, պատմությունը, նաև քաղաքականացումը ազգայինի, որովհետև կա հայկական ավանդական ինքնություն, որը չի ենթադրում, որ դու պետություն ունես, ինքը ենթադրում է, որ դու, ասենք, ինչ-որ ենթակախումբ ես Պարսկաստանում, զբաղվում ես առևտրով կամ հողագործությամբ, չես խառնում ընդհանրապես քաղաքական գործերին եւ դա հատուկ կարգավիճակ է։ Բայց ազգային շրջանում արթնանում է պատկերացումը նաև հայրենիքի մասին, կամ ինչ-որ ազգային մշակույթի մասին ու 19-րդ դարում, եթե մենք նայում ենք Հարավային Կովկասի կենտրոնները, առաջին իհարկե Թիֆլիսն էր, էլի Հայաստանից դուրս են, ժամանակակիցին։ Երկրորդը երևի Շուշին էր, որովհետև Շուշին շատ ակտիվ, ինչպես նշեցի, այդ երկու դպրոցներն էին արտադրում, նաև Երևանն էր արդեն դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին սկսում ավելի ակտիվ դեր խաղալ, Բաքուն էր ակտիվ, այսինքն եթե վրացիների պարագայում մենք նայում ենք հստակ կար մի կենտրոն, դա Թիֆլիսն էր, մահմեդական բնակչության համար Բաքուն դարավարակ, թեև Շուշին եւ Երևանն էլ ուղղակի ավելի շատ աղքատիկ էր, այդ մշակույթը զարգացող, հայերի պարագայում շատ մեծ խոշոր կենտրոն կար Թիֆլիսն էր, ավելի համեստ Շուշին էր, ավելի համեստ Բաքուն էր, ավելի համեստ Երևանն էր, այսինքն մենք ավելի սենց բաժանված ազգ էինք, ու հենց այս մեր բաժանվածությունը ու հիմնական հարցին հասնելով մենք շատ խոշոր ժամանակին տարածք բաղեցրած ժողովուրդ ենք, որ բնակվել է միջերկրական ծովից մինչև Կովկասյան լեռները, ունեցել է կղզիացած տարբեր հատվածներ, Վան, Մուշ, Ալաշկերտ, Սասուն, Սեբաստիա, Կիլիկիա, Ղարաբաղ, Գորիս, Լոռի, Երևան եւ այլն, Ջուղա,
որոնք խոսել են ժամանակի ընթացքում ցանկացած լեռնային երկրներն է բնորոշ զարգանում է մեկուսացումը, զարգանում են բարբառները ու Աճարյանը հաճախակի նշում է, որ հայերենի բարբառները շատ ավելի տարբեր են, քան օրինակ սլավոնական տարբեր լեզուներ, նույնիսկ գերմանական տարբեր լեզուներ։ Ու այդքան բազմազան լինելով, երբ որ ես լսում եմ հայաստանցի, ղարաբաղցի այս վեճերի նույն լեզվական կամ մշակութային հիմքերը, լինելով տարածաշրջանի ամենաբարդ ժողովուրդը այս առումով, մենք միշտ շատ sense միատար պատկերացում ունենք, որ հայկականը պետք է sense միատեսակ լինի։ Հայկականը էս է ու վերջ, հա, ու ցանկացած բարբառային, եթե մարդը ինչ-որ իր խոսակցական լեզվի մեջ տենց նշաններ կան, կարող է դա պիտակավորման առարկա դառնալ, հա, կամ ընկալվել որպես բացասական երևույթ, թեև դա բացասական չի, դա հիմքն է տվյալ դեպքում։ Ուզում եմ հիմա ասնենք այս բուն թեմային եւ բուն հարցին, այս նշած գործոններից ելնելով հայաստանցի, ղարաբաղցի այս թեմայի մեջ դուք ի՞նչն եք առաջնայինը համարում, ինչու է այս խոսույթը, եթե քաղաքական ասպեկտը մի կողմ հիմա թողնենք, մշակութային, լեզվական, պատմական գուցե ի՞նչն է առաջնայինը եւ ինչ զարգացում է ունեցել հա այս process-ը, ըստ ձեզ։ Բարդ ես անցյալ տարի գրեցի մի անգամ այդ մասին եւ ասեցի մի քանի անգամ գրելուց հետո գրեցի նորից եւ ասեցի որ ես այս թեմայի մասին այլևս չեմ խոսելու։ Հիմա նորից առաջացել է անհրաժեշտություն խոսելու, չգիտեմ, առաջացել է թե չառաջացել է, նույնպես շատ ուստա չեմ եւ վերջապես քաղաքական խոսույթը մի կողմ թողնելը չեմ հասկանում տվյալ դեպքում ինչ է, որովհետեւ բաց տեքստով ոչ մի քաղաքական ձևակերպում չկա, բայց ակնհայտ է, որ խնդրի մեջ կա քաղաքականացում։ Այսինքն մենք ինչի մասին էլ խոսենք, մեկ է այդ քաղաքականացման ենթատեքստը, ազդեցությունը, ընդհանուր ֆոնային երևույթը պիտի առկա լինի։ Բայց ես էլ այո համաձայն եմ ձեզ հետ, որ եկեք չխոսենք թե քաղաքական կուսակցություն, թե քաղաքական թերուդեմ կողմեր, թե այն ինչ պայմանական եւ ոչ պայմանական անդիմություն եւ իշխանություն է համարում, ինչ չափով են նրանք ազդում այս երևույթի վրա, բայց առնվազն իշխանությունը այս երևույթի վրա ազդում է առնվազն նրանով, որ իշխանությունը ուզի թե չուզի, պիտի արցախահայության վերաբերյալ պաշտոնական որոշումներ ընդունի։ Այդ որոշումները կարող են քիմքին լինել հարմար մարդկանց, կարող են նեղ վիճակում դնել մարդկանց, բայց դա առանձին քննարկման թեմա է։ Միշտ չէ, որ օրինակ մենք էլ ենք համաձայն հայաստանցիներս այդ որոշումների հետ, բայց միշտ չէ նաև, որ դրանք անպայման սուբյեկտիվ են եւ օբյեկտիվորեն վնաս են բերելու արցախցիներին, բայց ընդհանուր առմամբ իշխանությունից դժգոհությունը բխեցնում է նաև արցախահայերի վերաբերյալ եղած որոշումների նկատմամբ բացասական վերաբերմունքի եւ սա նույնպես իր հերթին ազդում է թեմայի զարգացումներին։ Թեման հայաստանցի, արցախցի հարաբերությունների եւ արդյոք կա անջրպետ այս երկու խմբերի միջև եւ այդ անջրպետի ակունքները որտեղից են գալիս, շատ եթե գլոբալ խնդրին մոտենալու լինենք։ Դարձյալ ուզում եմ մենք բոլորս հիշենք, որ այն ինչ որ հայության ընդհանուր հատվածը, հայության ինքնությամբ եւ հայկական ազգային կամ իր խմբային, այսինքն տարածքի հետ կապված որոշակի ակտիվություն է դրսևորում, դրանք միշտ մեզ համար շատ դրական են ընկալվում եւ մենք այդ մարդկանց համարում ենք ամենալավ հայերը։ Ճիշտ նույն տրամաբանությամբ դեռ սովետ ժամանակ են բարդ պայմաններում, օրինակ, երբ որ դասագրքում ներկայացվում էր Հովսեփ Էմինի, Եսայի Հասան Ջալալյանի գլխավորած կամ հարկադրված միջնորդությունը կամ այո, առաջնորդությունը տվյալ դեպքում Օսմանյան Թուրքիայի դեմ հայերի, հատկապես Ղարաբաղի եւ մասամբ Զանգեզուրի հայերի կարող ենք նաեւ ապստամբական ասել շարժումը եւ քաղաքական լուծումներ գտնելը։ Մեզ համար դրանք կարևոր դրվագներ են, որոնք դիտում ենք որպես ծանր բռնակալական լծի տակ ապրած մարդկանց
իրենց հաղթահարելով, նաև երբեմն ինքնազոհաբերաբար գնալ որոշակի քայլերի իրենց ազգային ինքնության, իրենց ազգային ծրագրերի եւ նաև մասամբ որոշ ինքնիշխանության եղած առկա ինքնիշխանության դրսևորումների եւ հնարավորությունների վրա ավելի մեծը կառուցելու։ Այսինքն ընդհանուր առմամբ կարծում եմ, որ կոնկրետ Արցախահայ Ղարաբաղցի, եթե կուզեք, եւ հայաստանցի խմբերի միջև սկզբունքորեն այդպիսի ոչ էթնիկական արճակատում կա, ոչ մշակութային, կարծում եմ, ես օրինակ վերջերս գրում էի Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության որոշ նմուշների մասին։ Դա Հայաստանի պարտավորությունն է գրել եւ գրում էի մշակույթի նախարարության համար, ինքը փորձագիտություն կանցնի, չգիտեմ ինչեր կանցնի, բայց հավատացնում եմ ձեզ, որ շատ դժվար է այնտեղ գտնել այնպիսի տարբերություն, որում գրում էի 19-րդ դարի վերջի համար մի տեքստ, խորհրդային որտեղ փոփոխությունները առկա են ավելի շատ խորհրդային շրջան։ Խորհրդային շրջանի համար ուրիշ տեքստ փորձում էի շատ օբյեկտիվ լինել։ Մինչև խորհրդային շրջանը դուք չեք տեսնի այնպիսի մի տարբերություն, որի շուրջ կարելի է խոսել անցյալից եկող մերձեցման կամ հեռացման մասին։ Զարգացումները ճիշտ նույն տրամաբանությամբ են գնում, ինչ ընդհանուր հայկական միջավայրում պետականությունից զրկված իրականության պայմաններում։ Այսինքն առկա էր նույնքան հայ առաքելական եկեղեցու մատուցումը, առկայությունը, դրսևորումը եւ նույնքան ժողովրդական ծեսի բնական զարգացումները, նույնիսկ տարօրինակ, որովհետև նրանք իրար հետ չէին հաղորդակցում։ Հազիվ թե օրինակ 18-րդ դարում Երևանի խանության եւ Ղարաբաղի խանության հայ բնակչությունը իրար հետ կենցաղային եմցի շփումների մեջ էր, որ այդ զարգացումներում ընդհանրություն դինեին։ Առավել եւս Արևմտյան Հայաստանի, Վանի, չգիտեմ, Ալաշկերտի, Սասունը մի քիչ տարբեր է իր դիրքի պատճառով, ավելի խորքային է դեպի Արևմուտք Էրզրումի հայության չեք տեսնի այդպիսի տարբերություններ, որոնք մեզ հարկադրեն կամ առաջադրեն խնդիր, որ տեսնենք այդ խնդիրների ծագումները։ Դրանք նույն էվոլյուցիոն մոռացվողները մոռացվում են, նոր զարգացումներ են լինում կրկին նույն տրամաբանության մեջ։ Գլխավոր առանցքային հարցերը մեկանույնն են։ Եվ ես կարծում եմ, որ հատկապես այս ամբողջ շերտը եւ նաեւ այն, որ խորհրդային տարիներին տարբեր պատճառներով ադրբեջանահայության մեջ զանգված է աստիճանաբար տեղափոխվել Հայաստանի խորհրդային հանրապետություն, ամբողջ համարյա քաղաքներ են կառուցվել այդ տեղափոխողների վրա, Չարենցավան, Աբովյան, Հրազդան, թաղամասեր են կառուցվել, չեմ ասում բացարձակ իրենք, բայց այդ մարդիկ արդեն այնքան առկայություն էին, որ այս ամբողջի մեջ նրանք ունեին որոշ կշիռ, որոշ ներդրում, նաև սոցիալական կարիքների իրենց խնդիրներով։ Եվ սա բոլոր գիտության մեջ շատ Ղարաբաղից եկած մարդիկ, գրականության մեջ շատ Ղարաբաղից եկած, այլևս չխոսելով այն մասին, որ Հայաստանի խորհրդայնացումը համարյա ամբողջովին, այսինքն եթե հայ հեղկոմը նայենք, 90%-ով Շուշիից են։ Եթե անուններով ես ձեզ թվարկեմ, Սարգիս Կասյանից սկսած։ Այո, այն քիչը, որը Շուշիից չի, Ելիզավետպոլից է։ Այսինքն փաստացի էլի Ղարաբաղից է։ Քանի որ Բաքվի հետ կապը կար կոմունիստական Էն էլ կար նաև որ ռեալական դպրոց էին ավարտել Շուշիում, գնացել էին սովորել էին Ռուսաստանի դպրոցներում, բարձրագույն հաստատություններում եւ իրենց ինտելեկտուալ շրջանակները հիմնականում սոցիալիզմի արդարության եւ բոլշևիկյան գաղափարների շուրջ էր։ Ես չեմ ուզում ասել, որ դա վատ էր։ Հակառակը ինձ համար դրանք կարևոր բաներ են, որ հասկանանք, որ թե հայկական ինտելեկտուալ միտքը որ շրջանակներում էր զարգանում։
հայկական առևտրական անձիկ այլ շրջանակներում էին, բուրժուական, արտադրողական մարդիկ այլ շրջանակներում էին, ինտելեկտուալները, որոնք դարձան ի վերջո բոլշևիկյան քաղաքական գործիչների մաս այլ տեղից։ Եվ նրանք են, որ Հայաստան բերեցին նաև այսպես այդ հեղափոխական գաղափարները, չեմ ասում վարքը, ի վերջո վարքն էլ, հետո արդեն խորհրդային ռեպրեսիաների շրջանում այդ դերերը նույնպես խաղացին։ Տարօրինակ չթվա, եթե ասեմ օրինակ խորհրդային ռեպրեսիաների շրջանում Հայաստանի իշխանությունը Վանից եկած Խանջյանի շուրջ ձևավորված վանեցիներից էր բաղկացած։ Հայաստանի գլխավոր դատախազը վանեցի էր, Հայաստանի գլխավոր դատավորը վանեցի էր, Հայաստանի վճռական պաշտոնների եւ գլխավոր թերթերի խմբագիրները վանեցիներ էին։ Եվ ես այստեղ հիմա չեմ քննարկում լավադա թե վատ, ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ սրանից չէր բխում, որ վանեցիները վատ են կամ նրանց հետ վերաբերմունքը վատ էր։ Եվ ղարաբաղցիների հետ էլ չի բխում, նրանց հետ վատ է արդյոք վերաբերմունքը։ Ես այստեղ տեսնում եմ շատ ավելի կարևոր բան։ Ես տեսնում եմ, որ ընդհանուր առմամբ հատկապես վերջին բոլոր 35 տարիների ընթացքում հենց խորհրդային կազմալուծումից հետո սկսված անմիջապես մեր տնտեսական շատ ծանր փլուզումը, վիճակը, փոփոխությունը, մեր սահմանների 80%-ի փակ լինելը, մեր տնտեսական պասիվությունը, մեր հարևանների հետ հարաբերությունների բարդությունները մեր երկրում ձևավորել են զգալի չափով մի մթնոլորտ, որտեղ նախաձեռնողականության հնարավորությունները քիչ են, որտեղ ավելի շատ սպառում է գնում, որտեղ ավելի շատ կարիք կա, որտեղ լավ ու վատ իշխանությունները վերջին 35 տարիներում եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ձևերով սուբյեկտիվ որ չկարողացան այդպես էլ թեկուզ այդ կարիքավոր կյանքի պայմաններում գոնե իրավական ինստիտուտների եւ վարչական ապարատի հետ հասարակության կապը պահել քիչ թե շատ ընդունելի պայմաններում եւ մյուս կողմից էլ կոռուպցիոն եւ այլ խնդիրներով ընդհանուր առմամբ երկրում ստեղծել են մթնոլորտ, որտեղ բոլորը մեղավոր են փնտրում իրենց կյանքերի համար։ Այս պայմաններում եւ հայաստանցիներն են մեղավոր փնտրում հայաստանաբնակները նախկին շատ տևական ու դժվար էր ադրբեջանահայ 88-89 թվականների փախստականների վիճակը, եթե մինչև հիմա չի շարունակում շատերինը շատ դժվար լինել, որտեղ նրանք գալիս էին եւ իրենց մնացած այլ խնդիրների հետ նաեւ Հայաստանում ստեղծվում էր խնդրեմ, որովհետեւ Հայաստանի ռեսուրսների բաշխումը պետք է լիներ արդեն մի փոքր այլ տրամաբանության, որով նվազում էր արդեն պակասած ռեսուրսներով մարդկանց կյանքը։ Շատ համարյա ես չեմ պատկասում, հատուկ նայել եմ երկրներ, որտեղ անհամեմատ պակաս թվով այս խնդիրներում այդպիսի թաքուն կամ բացահայտ զգայական խնդիրներ չառաջանան։ Այսինքն կրկնում եմ, որ մի կողմից մարդկային բնույթն է, ցանկացած հասարակություն, մյուս կողմից սրա կարգավորման վերաբերյալ իշխանությունների եւ բոլոր 35 տարիների հայկական իշխանությունների կամքի բացակայություններ, երրորդում շատ նույնիսկ իշխանությունների կողմից իրենց արհամարական վերաբերմունքը փախստականների եւ ոչ միայն փախստականների բանակում կռված հաշմանդամի սոցիալական կարիքների իրավիճակի դեպքերում իշխանությունները հաճախ ասում են, «Է չգնայր, չկռվեիր», բազմաթիվ այդպիսի դեպքեր։ Մարդիկ գալիս են իհարկե հոգնում է վարչարարը, նույն մարդը գալիս է 10 անգամ պրոթեզի հարցով, թոշակի հարցով, չստացված խոստումի հետևից եւ այլն, նա կամ չի կարողանում, կամ բավարար պայման չկա, կամ ինքը չի ուզում այլևս գլուխ դնել եւ այլն, եւ վերջում ասում է գնա ես քեզնից շատ հոգնել եմ։ Այս բոլոր պայմանները ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ մենք իրար սկսում ենք մեղադրել։ Հայաստանցիները Ղարաբաղցիներին ներողություն եմ խնդրում, այս բառի ձևակերպման համար Ղարաբաղցիները հայաստանցիներին, որտեղ նրանք էլ եկել են ի վերջ Ղարաբաղյան շարժման մեջ Ղարաբաղի մեղադրանք փնտրելը շատ բարդ բան է։ Հայաստանում մենք բոլորս
Ղարաբաղի հարցի լուծման նույն տարբերակով ենք կանգնած, ինչ որ կանգնած էին Ստեփանակերտում, ընդհանուր Ղարաբաղի այլ Ասկերանում հենց փետրվարի 29-88 թվականի եւ հիմա պատկերացրեք եւ մեր հայաստանցիների եւ ղարաբաղցիների կողմից բարձրացված հարցի առաջին զոհը ով դարձավ այդ հարցին շատ հեռու կանգնած Բաքվա հայերն ու Սումգայիցները։ Այո, հայերը, որ Ղարաբաղից դուրս էին։ Որոնք դուրս էին, որոնք նույնիսկ չգիտեին ինչ խնդրի շուրջ է, իսկ ոմանք ընդհանրապես չգիտեին, որ կա ինչ որ կոնֆլիկտային իրավիճակ, առաջին զոհը նրանք եղան։ Եվ հիմա ում մեղադրենք սրանում։ Իրենք մեղադրում են համ ղարաբաղցիներին մի մասը հայաստանցիներին։ Կար, էլի կենցաղային խոսակցության մակարդակով էլ կար, ասում դե ապրում ենք էլի, հիմա ոչ գիտենք այդ ինչա, ոչ գիտենք ինչի համար է, մենք դարձանք էս։ Եվ էլի կա ճշմարտություն։ Ուրիշ խնդիր է, որ մենք հիմա չենք կարող ընդհանուր բացատրել, որ խորհրդային երկիրը փակ երկիր էր, ինչու չգիտեիք, որովհետև տեղեկատվության կեղծիք կար, զսպվածություն կար, վերահսկողություն կար, քաղաքականացում կար, չէիք կարող իմանալ, որ իմանայինք ավելի պատրաստ կլինենք, որտեղից իմանային։ Դա պիտի նշանակեր, որ կամ Հայաստանից կամ Ղարաբաղից հատուկ մարդիկ էին այցելում, նախապես զգուշացնում, եւ ինչ զգուշացնում է, դեռ մի խնդիր է։ Գուցե եւ դա տրամաբանական քայլ կլիներ, եթե դա տևական մշակված մի քաղաքականություն էր, բայց ես ընդհանրապես ուզում եմ ասել, այս մեր արկա պայմաններում, մեր եղած իրավիճակում ես մեղավորներ չեմ փնտրում, բայց ես անընդհատ լսում եմ ով է մեղավոր։ Բոլորս գիտենք ով է մեղավոր, բայց մեղավորներ չկան։ Բոլորս ասում ենք, այսինքն մի կողմից ասում են Հայաստանի իշխանությունները վերջ Արցախը ծախեցին, մյուս կողմից ասում են ոչ, Ղարաբաղի վերջին իշխանությունները գնացին Աղդամում եւ Լախում Կապիտոլիացիայի ակտը ստորագրեց։ Այո։ Երկուսի մեջ էլ կա այն ճշմարտությունը, որը այդ մեղադրանքի թելադրանքն է դառնում։ Ճշմարտությունը նաև որ անկարող էին էլի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Բայց դա նաև կոմունիկացիայի բացակայության ցուցիչ է, չէ՞։ Բայց նյութի մատուցման մեր նաև խնդիրները կա։ Հիմա մեր ինֆորմացիոն դաշտը չի վերահսկվում։ Եվ իշխանություններն էլ կարող էին ոչ թե իշխանության մեջ ձևակերպված սովորական գիտեք հռետորաբանություն օգտագործել, այլ բարձ իրողություն է։ Մենք շատ բաների դեռ մինչև հիմա վերլուծությամբ կամ եղած նյութով կամ դատողություններով ենք պատասխանում, չգիտենք իրականում ինչ է եղել շատ կոնկրետ հարցերում։ Որոշ հարցերում գիտենք։ Բայց դե ասում են հայաստանցիները կամ ղարաբաղցիներն են մեղավոր, հստակ դա սխալ պատասխաններ են, չէ՞, որովհետև դա արդեն ստերեոտիպների վրա է։ Մեղավոր են նախ հայերը, մենք ամբողջ հայությունով մեղավոր ենք, որ մենք չկարողացանք ոչ այդ քարոզչական պատերազմում դիմագիծ ունենալ, պատահական թողեցինք, իսկ այնտեղ ձևավորվեց կեղծիքով ձևավորվեց, բայց ձևավորվեց ամբողջ ինստիտուտներ, որոնք հենց հիմա աշխատում են, որոնք հենց հիմա աշխարհի տարբեր երկրներում ցուցահանդեսներ են անում, մարտի 1-ին հայերի կողմից իրականացված ցեղասպանության բարձրագույն քարոզչություն դեսպանատաներին են դիմում, հրավիրում են։ Մենք նույնիսկ սրանց հետ քննարկում չունենք։ Այնտեղ, որտեղ այդ թեման քննարկում շոշափվում է։ Խոսվում է Արևմտյան Ադրբեջանի մասին եւ մեր հասարակությունը կրկին շատ հստակ չի, ինչ Արևմտյան Ադրբեջանի մասին է խոսում։ Եվ այստեղ էլի մեր անզորությունն էլ վախենում եմ ես բառը ասել, բայց նաեւ չկազմակերպված, այսինքն մեր իշխանության եւ հասարակության միջեւ այնքան կոնսենսուս չի ձևավորվում, էլի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, որ չի կայանում ընդհանուր մոտեցում։ Հիմա մենք օրինակ ասեմ, հենց Արցախի փախստականների վերաբերյալ մենք 7 հոգով անդադ հետազոտություններ ենք անում եւ երբեմն բարձրաձայնում ենք որոշ հարցեր, նաեւ ձևակերպում ենք մեր առաջարկած լուծումները։ Մինչեւ այսօր որևէ իշխանության մարմին մեր տեղը լավ էլ գիտեն, մենք մեր գիտաժողովներին հրավիրում ենք, խոսում ենք այդ մասին, տպագրում ենք,
դեռ ոչ մեկը մեզ հետ չի քննարկել մեր բարձրաձայնած հարցեր։ Գուցե մենք սխալվում ենք, բայց եթե դուք ինձ հետ չեք քննարկում մեր տեսակետը, որը նույնպես օբյեկտիվ նյութից է բխում, եւ հաշվի առնում Հայաստանի հնարավորությունները, չափավոր է, փորձում է ընկալել երևույթները, փորձում է ինչ-որ փշրանքներ փրկել, մշակութային փշրանքներ, նաեւ համակեցության հարցերի լուծման տանող ուղիներ, մեզ հետ ոչ մեկը չի քննարկում։ Բայց մենք ուրիշ ենք, մենք դրանց չենք թշնամանում կողմերի հետ, մենք շարունակում ենք, բայց օրինակ ես լրիվ կհասկանամ այն մարդուն, ով որ թշնամանում է դրանից։ Հայաստանի բնակիչը թե արցախցին ասեմ։ Նայած ինչ խնդիր է։ Այո, եւ Հայաստանի բնակիչն էլ կարող է այս իրավիճակում արցախցի բնակչության հանդեպ թշնամանալ, ու թե այսօր Հայաստանի բնակչին ասվի, որ գիտեք, մենք Արցախի բնակչության համար այս պահին կառուցում ենք այսքան տուն, բյուջեից այսքան փող է նվազելու։ Այդ փողը մենք ուրեմն այս կամ այն աշխատավարձ չենք բարձրացնելու մարդկանց եւ այլն, կարող են մարդկանց մեջ առաջանալ բացասական զգացումներ։ Հա, ու առաջանում է, ես գյուղերում օրինակ այդ փաստարկը շատ կարևոր է գյուղացիների համար, քանի որ Հայաստանը այնուամենայնիվ աղքատ երկիր է ու այս արտագնա աշխատողները կան եւ այլն նպաստավորները, թոշակը շատ կարևոր մինչեւ հիմա բնակչության մեծ մասի համար գործոն է, ու երբ որ լսում են իրանց թոշակ, ասենք 36 կամ 40,000 դրամ է, ու արցախցիները 50,000 նպաստ են ստանում, ես փոխանցում եմ ՄԱԿ-ի զրույցները, որ լսել եմ, այդ սոցիալական անարդարությունը իրենց մոտ տպավորություն է, որ անարժան ինչ-որ մի խումբ, հա, որ թալանել է Հայաստանը 30 տարի, այս խոսույթին ենք վերադառնում։ Էս էլ դա այո, ցավալի խոսույթ, որ Հայաստանի իշխանությունների Ղարաբաղցիական մի շրջանը տարավ նրան, որ այդ ամբողջ, այսինքն նրանցից դժգոհները, այդ ամբողջ դժգոհությունը տարածեն Արցախի վրա, եւ Արցախում էլ համապատասխանաբար այնտեղ էլ կա, ինչու Ղարաբաղի իշխանության կամ անձանց Ղարաբաղցի անձանց իշխանության քաղաքական ուղին շատ ավելի արդյունավետ էր, այդ ուղին փոխվեց նրանց բացակայությունից։ Եվ իրենց հանձնեցին, հա, ու սա դավադրական նաև բացատրություն է։ Այո, եւ սրանք կրկնում եմ, եւ որտեղ ոչ մեկը ազնիվ չի բարձրաձայնում։ Մենք սելեկտիվ ենք խոսում, մենք ընտրում ենք այն նյութը, որը ինձ է հարմար, իմ խմբին է հարմար, եւ այդ սելեկտիվ նյութի վրա կառուցում է որոշակի վերաբերմունք։ Բայց, պարոն Մելիքսյան, ես այս ամբողջով հանդերձ չեմ կարող չասել, որ իրականում ոչ ղարաբաղցիների, ոչ հայաստանցիների գլոբալ իմաստով, ինչի միմյանց նկատմամբ թշնամուն եւ ատելություն չկա, այն ինչի մասին շատ խոսվում է։ Տիկին Խարատյան, կներեք, ես ձեզ ընդհատեմ, որովհետեւ դուք շատ կարևոր հարցը որ բարձրացիք, ես քանի որ իմ կյանքի երևի 10, հիմա չեմ կարող հաշվել, 10-ից ավել տարին ապրել եմ Վլադիկավկազում եւ այնտեղ կար երկու խումբ օսերի, մեկը հարավային Օսեթիայից Վրաստանից փախստականներն են, մյուսը հյուսիսային օսերն են, ընդ որում հյուսիսային օսերը երկու մասի են բաղկացած՝ դիգորցիները, իրոնցիները, դիգոր եւ իրենց լեզուն շատ տարբեր է, այսինքն իրենք միմյանց չեն հասկանում, բայց հարավային օսերը ու պաշտոնական այդ իրոնցիները, որոնց լեզուն նաեւ գրականն է, իրար հասկանում են, բայց այդ երկու խմբերը, որ հյուսիսային Օսեթիայում են եղել ու խորհրդային տարիներին մի վարչական միավորի կազմում, իրենց ներսում ատելություն չկա, կա որոշակի մրցակցություն։ Իսկ այլ այդ հարավային Օսեթիայի բնակչության նկատմամբ, որ այլ միջավայրից է նաև մշակութային, որ հետո տեղափոխվել է քաղաք, ու քանի որ շատ են եղել, նաև պատկերն է, հա, քաղաքի փոխվել, լեզուն է նաև ամենտեղ լսվում իրենց խոսվածքը ոչ թե նույնիսկ բարբառը, որ լավ հասկանում են, բայց ատելություն կա կենցաղային, որ ոչ մի մակարդակում, ոչ իշխանական, ոչ քաղաքական, ոչ ԶԼՄ-ների չի արտիկուլացում, բայց կենցաղում շատ ուժեղ ատելություն կա միմյանց նկատմամբ, նույնիսկ օրինակ իմ ծանոթ օսերը հյուսիսային ասում են, մենք տարբեր ռասաներ ենք, այսինքն այդպիսի բան, հա, տենց մի քիչ շովինիստական տեսակետներ կան։ Ես Հայաստանում այնուամենայնիվ, չգիտեմ, ինչ-որ շատ մարգինալ խմբերի մոտ եմ հանդիպել եւ որ այնտեղ դա ավելի համատարած է այս մոտեցումը։ Բայց Հայաստանում մի օրինակ կենցաղային ընկալում կա, որ ասենք Ղարաբաղի հայերը հատուկ կապ ունեն Ադրբեջանի եւ ադրբեջանցիների հետ, ի տարբերություն հայաստանցիներին, եւ ես որ երբ նոր նայում եմ այս աշխարհագրական քարտեզ ուղակի հանում եմ սահմանները քաղաքական, ու ասենք 20-րդ դարի սկզբին նայում ենք Լեռնային Ղարաբաղը, ընդհանրապես Ղարաբաղի բարբառը, որ հիմա արտառոց է հնչում, ինքը
հետս հետը եթե մենք շարժում ենք օրինակ Ղարաբաղից դեպի Լոռի, գյուղ առ գյուղ տեսնում ես ոնց է Ղարաբաղի բարբառը փոխվում Արարատյան բարբառի, հա, կամ գալիս ես դեպի Գորիս Կապան, էլի նույն Սյունիք Արցախի բարբառն է, հա, ու հետս հետը էլի փոխվում է Արարատյան դեպի բարբառ կամ Վայոց ձորի բարբառը, այդ բնի գյուղեր, մի քանի գյուղ են ընդհանրապես մնացել, դրանից մեկ Արենին, այնտեղ կան եւ Արարատյան բարբառի տարերը ավելի ուժեղ են, բայց կա նաեւ արդեն տեսնում ենք, որ փոխվում է, այսինքն խնդիրը նայում է, որ քանի որ հայերը մի քանի կղզիներ են մնացել հայկական, այն միջանկյալ հատվածները, որ կամուրջ պետք է լինեին, հա, իրենք անհետացել են, դե հիմա Արցախից մինչև Շամշադին կար է։ Ինքնությունն է փոխվել, իրական իրենք չեն անհետացել։ Դե տարածքում արդեն հայ չէր մնացել, հա, 19-րդ դարի սկզբին, ադրբեջանական էր բնակչությունը, հա։ Ուզում եմ ասել, որ այդ մեկուսացումը ու այն պատկերը, քանի որ խորհրդային տարիներին Հայաստանում ընդհանուր բարձր մշակույթ է ստեղծվել, արդեն գրական լեզվով, հա, որովհետև ցարական շրջանում այնուամենայնիվ գրագիտության մակարդակը շատ ցածր էր ու էլիտաներն էլ էին կրթված շատ փոքր։ Բայց հիմա գյուղական ինտելիգենցիա կա, որ գրականով խոսում է ցանկացած վայրում Հայաստանի ու իրեր կարող են հասկանալ, հա, տարբեր կամուրջներ կան մշակույթային ամենացածից։ Մարդիկ են իրար շատ լավ հասկանում, անկեղծոր ասեմ, ուրիշ խնդիր է, որ ընդհանրապես Հայաստանում ցավոք սրտի ձևավորվել է մի մշակութային ամբիցիոզություն բարբառների նկատմամբ մեծամտություն, դա խորհրդային շրջանում է, դա խորհրդային շրջանում էր հիմնական ձևավորումը, երբ այդ բարբառը շատ գավառական համարվեց, բարբառը այն ոչ թե գյուղացի դրական իմաստով, այլ գեղցի մակարդակի երևույթ գնահատվեց, նույնիսկ այդ բառերն իրենք առաջացան այդ շրջանում, գեղցի եւ գյուղացի, գեղցին մշակութային բնութագիրը, գյուղացին ապրելու նույնիսկ ռոմանտիկ ինչ-որ բան ունի, չէ՞, այո, դրական բազմաթիվ։ Այսինքն դա ընդհանուր մի երևույթ էր եւ էլի կրկնեմ միայն Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված էր հարցը, ուզում եմ ասել, խորհրդային շրջանում հայերեն մշակույթ, բարձր մշակույթ զարգացնելը Ղարաբաղում խնդրահարույց է, չէ՞, Լեռնային, ասենք Բագրատ Ուլուբաբյանը փախավ Հայաստան, մենք գիտենք որ բարձր մշակույթ, եթե նկատենք պրոֆեսիոնալ արվեստ, բարդ էր, որտեղ դրա համար ինստիտուտներ են պետք, այո, բացի նկարչության ցուցադրությունն է պետք, կերպարվեստում ուզածը թեման զարգացնելը պետք չեն թողնի 46 թվական Բաղիրովը ստիպեց խորհրդային իշխանությունների ճնշմամբ, որ Մարիետա Շահինյանը ներողություն խնդրի իմ Ղարաբաղ բառերի համար։ Այսինքն դա ես հիմա հայտնի բաներն եմ ասում, չնայած Մարիետա Շահինյանի այդ գիրքը հրատարակվել էր դեռևս 20-ական թվականներին 46-ին միայն վերահրատարակվեց, բայց 20-ականներին դեռ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը չուներ այնքան բարձր ձայնի հնարավորություն եւ իրավունք, որքան էր 46 թվին, 46 թիվը պատերազմից հետո էր, պատերազմի ամբողջ ընթացքում այս 42-ից մինչև 46 թիվը խորհրդային միությունը օկուպացրել էր Պարսկաստանի հյուսիսը եւ այդ ամբողջ օկուպացիոն տարածքի կառավարումը հանձնել էր Ադրբեջանի կառավարությանը, չափազանց կարեւոր էր եւ Ադրբեջանի կշիռը զգալի բարձրացել էր եւ իր վարկով էլ Բաղիրովին համարում էին ձևով եւ բովանդակությամբ Կովկասյան Ստալին, այսինքն իր, այսպես ասած, ռեժիմային հեղինակությունը զգալի մեծ էր եւ բազմաթիվ օրինակ այդ տարիներին Բաղիրովը նամակ էր գրում Ռուսաստան ԽՍՀՄ կենտրոնում ասելով տեսեք հայերը Գևորգ Քեմին են հրատարակել միջնադար են գնում փոխանակը դասակարգային պայքարի մասին գրեն ուր են գնացել ազգայնական դաշնակցականներ են եւ ԽՍՀՄ կենտրոնում հանձնաժողով է կազմում գալիս են Հայաստան ստուգում են պատմության ինստիտուտ բոլոր ասում եմ արխիվով այդ բոլոր հանձնաժողովի նիստը օրակարգը քննարկումը հետևանքները պատճառը առիթը եւ այլն կան Պարզա որ իհարկե Ղարաբաղում մարդիկ գտնում էին շատ ավելի ծանր վիճակում ես օրինակ լրացուցիչ ասեմ որ նայել եմ ԽՍՀՄ արխիվներում գտնող Ղարաբաղից ներկայացված պաշտոնական հուշարձանների ցանկերը չնայած Ղարաբաղի լղիմի դեռ ասեմ, այն կողքի տարածքներին դեռ չասեմ, այս մինչև դադիվանք չգնամ, բայց գոնե լղիմի 3000-ից ավելի հայկական հուշարձաններից 30-ն է ներկայացրած Ադրբեջանի հուշարձանների ցանկում։ Եվ դրա կողքը լիքը գրած է մսկիթներ չկան, բայց էդ էլ դեռ ոչինչ։
կամուրջներ, այսինչ դարի, սրանք բոլորը ներկայացված են բաղնիքներ, իջևանատներ, սրանք բոլորը ներկայացված են որպես ադրբեջանական, չխոսելով արդեն դամբարանների մասին, որը թիվ 1 մահմեդական, ընդհանուր առմամբ այնտեղ քիչ էր։ Եվ նայել եմ 40 տարվա մեջ էվոլյուցիան։ Հայկական հուշարձանների թիվը նվազում է պաշտոնական ցանկերում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի։ Եվ նույն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում կար խորհրդային շրջանի հուշարձաններ, այսինքն որոնք կառուցվել են խորհրդային շրջանում։ 28 հուշարձան են պաշտոնական ցանկերում, որից 14-ը հայկական է, 14-ը ադրբեջանական է։ Այն դեպքում, չէ, պարիտետային չի։ Եթե պարիտետային կլինի, եթե գոնե բնակչության քանակի համամասնություն լինի այդտեղ, բայց ինչ են այդ հուշարձանները։ Այդ հուշարձանները գլխավորապես դե առաջին հերթին Ստեփան Շահումյանի եւ Ազիզբեկովի կիսանդրիներն են, հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կառուցվածքներն են, Լենինի անվան հրապարակն է, այսինքն սրանք են հուշարձաններ, ամբողջ Նելսոն Ստեփանյանի հուշարձանն էր Շուշիում, որ պայթեցրեցին, այսինքն ամբողջ տատիկ-պատիկը չկա։ Չէ, ինչ եք ասում, ոնց կարող է սովետական գաղափարախոսության հետ առնչություն չունեցող հուշարձանը, ամբողջ հուշարձաններ բոլշևիկյան սովետական գաղափարախոսությանն են։ Սա չեմ ես հիմա շեշտում, ես ընդհանրապես շեշտում եմ, որ Ղարաբաղում պրոֆեսիոնալ արվեստով, իսկ պրոֆեսիոնալ ստեղծագործական երևույթը իհարկե կարող էր մեկը մի հայ նստել քանդակել օրինակ Նիզամու արձանը։ Դա կլիներ մահմեդական հուշարձան եւ մի հայ էլ ստեղծագործական եւ շատ լավ բան կաներ այդ հայ, ես սրա մասին չեմ ասում։ Ես ասում հայկական մշակութային միջավայրը չէր կարող մշակութային արտադրանք ստեղծել, դրա համար գրողները հեռանում էին, դրա համար գիտնականները հեռանում էին։ Էլի եթե գանկեցակում Բաքվում Աշոտ Գրիգորյանը թարգմանել էր 40-ական թվականներին Եսայի Հասան Ջալալյանի պատմություն աղվանից, 40 տարի չի հրատարակվել, մնացել է, դու Բունյաթովը հրատարակել է դա 89 թվականին իր նախաբանով, եւ բազմաթիվ հատվածներ դուրս մնացած։ Ընդհանրապես ուզում եմ ասել, եւ սա բոլորը գիտեին իրենց հնարավորության չափը։ Ես չեմ ուզում ասել այնտեղ մեզնից կամ Հայաստանից պակաս պատրիոտ էին մարդիկ, նույնիսկ այդ պայմաններում ապրելու համար ապրելը արդեն պատրիոտիզմ էր, եթե կուզեք իմանալ։ Բայց իրենք ունեին ուրիշ փորձ, իրենք ունեին այն փորձը, որ 18-րդ դարում հայ մնալու եւ հայկական նկարտումներ ունենալու, այսինքն հայությունը պահպանելու եւ նաեւ իրենց ինքնակառավարման որոշ հնարավորությունները պաշտպանելու համար իրենք անդադ բախման մեջ էին Ղարաբաղի խանության հետ, որի հետևանքով ինքներդ լավ գիտեք, առնվազն Իբրահիմ խանի ժամանակ Ղարաբաղը դատարկվում էր։ Մելիքները գնում էին իրենց հպատակ բնակչության կամ հպատակ բառը գուցե տեղին չի, իրենց բնակչության հետ Վրաստան, Ռուսաստան եւ շատ կտրուկ փոխվում էր Ղարաբաղի պատկերը, դրա համար 1823 թվականին, երբ որ Ռուսաստանը արդեն խանությունը վերցրել էր եւ անում էր ժողովրդագրական անալիզ, մահմեդականների թիվը զգալի մեծ է, հայության թիվը, եթե ես չեմ սխալվում հիմա, լավ չեմ հիշում թիվը, եթե 39,000 էր, իմ հաշվարկով դեռ նոր Փանախանի սկսվելու, այսինքն խանության ձևավորման վաղ շրջանում 200,000 հայ կար։ 200,000 հայից երևի մնացել էր 30,000-ը, եթե ես ճիշտ եմ հիշում Երմոլովի հաշվարկը։ Մի խոսքով դա 23 ու քանից էր Երմոլովի հաշվարկով։ Չեմ հիշում։ Բայց մահմեդականներն էլ այդքան շատ չեն, մի 50-60 ու այդ ամբողջ մեծ Ղարաբաղի տարածքում։ Շատ ավելի մեծ է, իսկ Իբրահիմի Փանախանի սկզբի շրջանում, որ նոր եկել էր, եթե ոնց էլ հաշվեք 15,000-ից ավել այնտեղ չկար, նա բերեց հետո որոշ ցեղերի։ Դե Լեռնային Ղարաբաղում նույն այդ Երմոլովի բանո տվյալներով
մահմեդականները մոտ 15%-ն են բնակչության այնուամենայնիվ, բացի Շուշիից բնակավար չկա մահմեդական փոքր ինչ-որ Ես հիմա չեմ ուզում, այս պահին նյութերը ձեռքից տակ Կարնիկ Սարգսյանն ունի հոդված Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Չէ, ես նայել եմ Երմոլովի ցուցակը գյուղ առ գյուղ։ Ինքը ամբողջ այդ մեծ Ղարաբաղն է, չէ, բայց այն հարթավայրն էլ որ հայեր չկան։ Ահա, այդ ընդհանրապես դե հարկայինի համար էր այդ բոլորը։ Ես իմ ասած մեկ այն մեծ տարածքներում արդեն հայերի զգալի ոնց որ հետո եղավ, պակաս կար։ Բոլոր դեպքերում ես ուզում եմ ասել Ղարաբաղցին ուներ այդ հիշողությունը, չէ՞։ Մենք տեսական ունենք այդ հիշողությունը, որ Ղարաբաղը մարդաթափվել է, բայց նա ունի իր ընտանեկան հիշողությունը, իր սոցիալական հիշողությունը, լավ գիտեր, որ այս գյուղը հայկական էր, հիմա հայկական չի եւ այլն, չէ՞։ Այդ մարդիկ գիտեին նաեւ պատճառները, չէ՞։ Գիտեին նաեւ, որ իրենց ինքնության համար իրենց պայքարը խորհրդային շրջանում դատապարտվել է որպես բուրժուա դաշնակցական ազգայնականություն, չէ՞։ Գիտեին նաև, որ իրենց վերաբերյալ ԽՍՀՄ բռնությունների արխիվային փաստաթղթերը Բաքվում են, Լղիմում չեն։ Իրենք 40-ականներին արտաքսեցին, չէ՞, մոտ 3000 հոգի Արցախից։ Ես հիմա ցանկը համարյա որտեղ բան ընկալ, բավական թվով մարդիկ էին, 3 էշելոն Դաշնակներ ու թևանիստ էին, չէ՞, հիմնականում մեղադրանք, թե թևանիստներ։ Թևանիստները արդեն զիջել էին, թևանիստները մինչև 30-ական թվականների անցին։ Խոսքս էթնիկական դեպորտացիաներին է վերաբերում, որոնց ուղղակի որպես հայ էին տանում։ Դաշնակցականներ են տանում, բայց տանում են որպես հայ։ Եվ զգալի չափով ու ինտելիգենցիան է, չէ՞, նաև գյուղական հաճախակի լինում, այսինքն բոլոր, չէ, թիրախավորված չէ։ Այդպիսի մտավորականության թիրախավորում չկար, իհարկե շարունակում էր եւ թևանականների եւ դաշնակ, ով որ ձեռքի տակ կար, նրանք անպայման էին վերցվում, բայց չեմ ուզում ասել Ղարաբաղի վրա ամենամեծ բեռն էր, որտեղ չկար մի գյուղ, որտեղ գոնե 2 ընտանիք չլիներ, բայց 5-6 ընտանիքը նույնպես բան բավական շատ հանդիպող երևույթ էր։ Այս խոսելով միայն գյուղերի մասին, իսկ Բաքվից մի ամբողջ էշելոն են տարել։ Հայաստանից գնացող էշելոնները հետո կիսատ այստեղից դուրս են գալիս, որտեղ կապանից հետո արդեն հերթով տեղավորում էին ադրբեջանահայերին։ Սրանք բոլորը այդ մարդկանց հիշողության մեջ կային։ Եվ իհարկե Ղարաբաղը զարմանալի է այդ պայմաններում, ինքը ընդհանրապես շատ ագրարային մնաց, տևական ժամանակ, տեսեք, Ստեփանակերտը կառուցվեց, այն շրջանները բավական կառուցվեցին, Շուշին ճիշտ է մասնավոր թուրքական հետաքրքրության տակ էր եւ Բաքվից միշտ Շուշիի համար մի քանի անգամ ավելի միջոցներ էր հատկացում, բայց ընդհանուր առմամբ վերակառուցվեց բավական թվում էր քաղաքային մշակույթ եւ ընդհանրապես գյուղերն անգամ քաղաքային մշակույթ ունեն, բայց մեկը եթե համեմատում եք, եթե ԽՍՀՄ սոցիալ-տնտեսական զարգացումը ըստ ավտոնոմիաների նայեք, ձեռքից տակ կան մի քանի այդպիսի գնահատականներ։ Ամենա ագրարային մնացածը, այսինքն մարդիկ ապրում են գյուղերում, մարդկանց այդքան մասը ապրում են գյուղերում։ Դա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է։ ԽՍՀՄ նույնիսկ պատկերացնում եք միջին ասիական օրինակ ավտոնոմիաների, որտեղ քաղաքային մշակույթը միայն խորհրդային տարիներին սկսեց մուտք գործել։ Ես մի ժամանակ նայում էի Լեռնային Ղարաբաղի վիճակագրությունը ու Հայաստանի նույն պրոֆիլ ունեցող մարզերի, հա, Անտառային, տենց ասենք Լոռի, Տավուշ, Սյունիք, Լեռնային Ղարաբաղ։ Հիմա Լոռի տարածքի բնակչությունը 20-րդ դարի սկզբին մոտ 100,000 բնակչություն էր, ինքը էլի ագրարային քաղաք չկար եւ ագրարային տարածք է։ Խորհրդային իշխանության վերջում 90-ականների սկզբին բնակչությունը հասել էր 380,000-ի իմ հիշելով, այսինքն գրեթե 4 անգամ աճել էին քաղաքները, աճել էր տնտեսությունը, արդյունաբերությունը, նույնը Տավուշը արդեն 3 անգամից ավել աճել էր, 3.5 անգամ Սյունիքը 2.5 անգամից ավել աճել էր, ու Ղարաբաղը, որ շատ ավելի բարենպաստ է, թե ագրարային տեսակետից, թե նաև օգտակար հանածոներ ուներ, բնակչությունը նույնն էր, ինչ որ 1917 թվականին հայկական, երբեք չաճեց։ Այո, այդ 140,000-ից ավել վերջին փախստականների հաշվին մի քիչ Բաքվից Սումգայիթից մի փոքր 150-ի հասավ եւ հետո էլի, այսինքն սա նույնպես կարևոր ցուցիչ է։ Անշուշտ, Աջին Ղարաբաղի արտադրանքը դուրս էր տարվում։ Դուրս նկատի ունեմ մարզից դուրս էր տարվում, իսկ ինչ էր ներկրվում,
շատ լուրջ խնդիր էր եւ կան այդպիսի վերլուծություններ, բայց ես հիմա սրան էլ չեմ հիմա առանձին թեմա եմ համարում։ Տեսեք, եթե ես նայում եմ 1877-78 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո ալաշկերտցիների գաղթականական մի մեծ զանգված եկավ Հայաստանի տարածք։ Այն ժամանակ ռուսական կայսրության Երևանի նահանգ։ Երևանի նահանգում նրանց կենցաղի եւ կյանքի մասին գրող Ռաֆին, ուրիշներն էլ են գրել, բայց Ռաֆին հատուկ Թիֆլիսից եկել էր, անցնում էր եւ մանրամասն նկարագրում այդ մարդկանց հետ իր հանդիպումները, ինչքան մարդը Հայաստան զոհվել, այդ մարդկանց խոստացել են Տեր Ղուկասովներ են ժամանակ այդ խնդրի կազմակերպողը, խոստացել էին, որովհետեւ օգտագործել էին նրանց ռուսական կայսրության պատերազմը թուրքերի դեմ, այդ խնդրում, որ իրենք հիմա սպառնալիքի տակ են, որ գնան Ռուսաստան, իսկ Հայաստանը Ռուսաստան էր, նկատի ունեմ Արևելյան Հայաստան, Երևանի նահանգը, ուրեմն նրանց կյանքի պայմաններն են, այդ մարդիկ Հայաստանում մի ահռելի զանգված ուղղակի մահացավ անտարբերությունից, լքվածությունից, գոմերում, նույնիսկ ուզում էին ետ վերադառնալ Ալաշկերտ, կով չունենք, կարդացեք, ես առաջարկում եմ, դա ծանրագույն պատկերի նկարագրությունը։ Ես կասեի, դեռ չխոսելով 18-20 թվականների կռիվների եւ փախստականության մասին երկու կողմ բնակչությունն էլ շատ դժվար է։ Բայց եթե խոսենք այս վերջին 88 թվականի փախստականության մասին, նրանց առաջին տարիների կյանքը իհարկե այն չէր, ինչ Ալաշկերտից եկածներին, որոնք կարմրուկով, չգիտեմ, ժանտախտով էին խոլարայով, ծանրագույն վիճակում։ Այստեղ էլ նրանց ընդունեցին սկզբում շատ էմոցիոնալ, դրական, նյութական, բայց մարդիկ բոլորը աչքի առաջ աղքատանում էին, իսկ նրանք մշտապես նույն կարիքի մեջ էին մնում։ Եվ գիտեք, աղքատացող մարդու համար կարիքի մեջ գտնվող մարդը համարյա թշնամի է եւ իր խղճի վրա է ազդում։ Ինքը չի կարողանում այդ խղճից դուրս նյութական ռեալ որևէ օգնություն եւ դա առաջացնում է որոշ ագրեսիվ վերաբերմունք այդ կարիքավորի նկատմամբ։ Ես դա անընդհատ եմ եւ պիտի ասեմ, որ մի հոդված եմ գրել դեռ 99 թվականին, կոչվում է «Чужие среди своих». Այդ մենակ հայ փախստականներին չէր վերաբերում։ Մենք հետազոտում ենք Վրաստանում, Աբխազիայի վրաց փախստականությանը, Ադրբեջանում մեր գոլեգաների հետ խոսում ենք Հայաստանից գնացած երազներից, այսպես անվանենք, այո։ Եվ բոլոր տեղերում նույնն էր։ Բոլոր 3 երկրներում փախստականության հանդեպ զգալի չափով, ես չի ասի բացասական, ես կասեմ մի քիչ ագրեսիվ, որտեղ այդ ագրեսիայով կարծեք մարդը փորձում էր ծածկել իր անկարողությունը։ Եվ մենք չենք կարող այս բաները չտեսնել եւ առավել եւս չենք կարող չասել, որտեղ եթե չենք ասում, դա իսկ սա ցավոք գիտենք ինչքան կրկնված երևույթ է, դա այսօր տեղափոխվում է արդեն Արցախայցան, որ էլի մեր նույն հայրենակիցներն են ինչ որ Բաքուից, ինչ որ Սումգայիթից եւ այլն։ Եվ այստեղ նույնպես ես եթե կա որոշ ես չի ասի թշնամական, ես կասի որոշ զսպված, բայց օտարման, զգացում, ինքը անպայման ունի իր մեջ այդ անկարողության եւ անզորության զգացումը, որը քողարկվում է սրա տակ։ Բոլորն էին դժվար եւ այդ դժվարությունով պետք է միասին ապրեին, բայց բոլորը չէ որ կարող են վերջին հացը հավասար կիսել, եթե բոլորին մի փշուրը հասնելու։ Այդ հացի 2/3-ը իմ կպահի, բայց եւ սա միշտ առաջացնում է տեղերում այդ խնդիրները։ Ու մեկը էլի պետք է դες ասեմ տեղերում, գյուղերում, քաղաքում հարևանների, համալսարանում միտեղ սովորող ուսանողների, դպրոցում միտեղ սովորող աշակերտների, այսինքն որտեղ մարդիկ շփվում են, մեկը մարդկային այդ պարզ բարությունը, պատրաստակամությունը, սրտի ցավը եւ նաեւ հայրենակցին սրան գումա ոչ թե ընդհանուր մարդկային, այլ նաեւ
ընդհանուր մարդկային եւ հայրենակցի նկատմամբ, որը տուժել է մեր բոլոր ընդհանուր խնդրի համար, ոչ թե Ղարաբաղի խնդրի համար, այլ հայության ընդհանուր եւ հայաստանցի բնակչության նաեւ խնդրի համար։ Մեկը այդ վերաբերմունքը կա, ցավը եւ դրան ինչ որ չափով սատարելու կամքը, ցանկությունը եւ առարկայորեն այդ գործը անելու։ Ու հետաքրքիր է, որ այս պատմությունը դուք նշեցիք Ալաշկերտի մասին ու գաղթականությունը, հա, որ ռուս-թուրքական պատերազմների 15 թվի ցեղասպանություն փախստականները գիտեք ինչ դաժանություններ ունեին 30,000 փախստական Անդրանիկի ձիու հետևից գնում էր, որտեղ տեղ չկար ապրելու։ Ուրնա գնում էր Նախիջևանում այդ փախստականները ընկել էին կռվող կողմերի միջև եւ Անդրանիկը ստիպված դադարեցրեց այդ կռվը, որտեղ փախստականներն էին ձիերի ոտքերի տակ։ Վերջում համարյա մարդ չէր մնացել այդ ամբողջ խմբից։ Դե կամաց ծրվում էին, հա, բայց տեղ չկար ապրել, այսինքն տեղ չէր տրամադրվում դրա նկատմամբ աշխատանք եւ դժվար էլ կյանք էր 18-20 թվականներին անփորձ կառավարություն բոլորի հետ թշնամացած ռուս-թուրքական պատերազմ աներողություն հայ-թուրքական պատերազմը հայ-ադրբեջանական այս պայմաններում էր միշտ կարելի է իհարկե օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրների կշիռը փորձել հասկանալ, բայց այդ պայմաններում ապրում էին առաջին համաշխարհային պատերազմից սկսած ընդհանուր ամբողջ բնակչությունը սարսափելի կորուստներ կրած, բանակ կերակրած, պատերազմը քթի տակ, ցեղասպանությունից եկած 300,000 մարդ փողոցներում դիակներ հավաքելով, գիտենք, չէ՞, պատկերները գիտենք։ Եվ այդ պատկերներում անընդհատ պետք է կարեկցանք լինի, չի լինում այդպես։ Գիտեք, ես մի պատմություն հիշեցի, Իսմայելի շրջանի Ազայիշեն գյուղը, որ Կուրից, այսինքն Ադրբեջանի կենտրոնական մասն է ընկնում, այդ գյուղի բնակիչն է գրում, որ ցեղասպանության տարիներին իրենց գյուղում ապաստանել էր մի ընտանիք, ում կպել էր այդ գաղթական պիտակը, հա, ասում են գաղթական այս ընտանիքն է։ Ու հետո եւ որ գյուղ 88 թվականին ամբողջ ստիպված եղավ գալ Հայաստան Վարդենից, արդեն իրենք ամբողջ գյուղն էր գաղթական դարել, ու ասում եմ մենք հիշում ենք ոնց ենք պիտակավորում երեխաներով այդ մարդկանց ու ինչ որ մի հատ սոլիդարություն առաջացավ ու ինչ են իրանք այսքան տարի զգացել, հա, ոչ մի մեղ չունենալով փաստորեն արդեն երկրորդ ծերունն էր գաղթականներ, ես լոռիում գիտեմ մեր գյուղում օրինակ մի քանի ընտանիքներ կան դեռ 18 թվականի, մինչև հիմա գաղթական դեռ մեծեր ասում են գաղթական այս մարդը, ու նույնիսկ գաղթականների եւ որ Անդրանիկի հետ նահանջել թալանի փորձ ա եղել, ասենք որ հայկական բնակչությունը գյուղերի փորձել է գաղթականներին թալանել, որովհետեւ ասել են Էրզրումից ոսկի են տանում, կամ չգիտեմ Կարսից հետները, այս դեպքերն էլ կան ու ցավոք սրտի մենք գիտենք աղբարների հետ կապված կոնֆլիկտները, որ 50-ական, 60-ական, սրանք էթնիկական չեն, դա հայ ժողովրդի խնդիր չի։ Դա ամբողջ աշխարհում տարբեր հասարակությունների խնդիր է եւ մինչեւ մենք այդ չգիտակցենք մենք սրան տալու ենք էթնիկական բնութ այո մենք փորձում ենք որ մեր ամեն ինչ ունիկալ է բայց իրականում շատ սովորական է որ տարբեր խմբեր առնչվում են այլ խնդիրը որ մի շարք այլ ժողովուրդներ նույնպես բայց մենք այն ժողովուրդներից ենք որոնք անընդհատ ունեն այդ խնդրեմը տեսեք նույն Վարդենիս որ ասեցիք Վարդենիսում 5 հայկական գաղթականական գյուղեր կային Եվ նրանք մինչև փախստականները գալը Ադրբեջանի փախստական գաղթական էին։ Հետո որ փախստականները կան գաղթականի իրենց ամբողջ զգացողությունը տեղափոխվեց նոր եկածների վրա։ Հիմա գաղթականը նրանք են եւ գաղթական բառը իր մեջ կրում է իշխանությանը չմասնակցելու բառը, հատկապես նաեւ որ զարմանալի բան է, բայց Վարդենիսում դա հիմնականում մինչև այս պատերազմական իրավիճակները մինչև 88 թիվը շատ զգալի քանակությամբ ադրբեջանցիներ էին։ Դա ավելի շատ էին, քան հայկականներ։ Վարդենիսը այն տարածքներից էր, որտեղ ես լիք ծննդյան վկայականները նկարել, նույնիսկ անձնագրեր, որոնցում թուրքերեն է գրված։ Վարդենիսում Հայաստանում ծնված հայ մարդը, չէ, հենց 50-ականներին։ Այսինքն Վարդենիսի շրջկոմի քարտուղարը ԶԱԳՍ-ի բաժնում դրել է մեկին հանձնարարել է որ թուրքերեն գրեն։ Թուրքերեն են գրված, հենց հիմա այդտեղ ապրող մարդկանց գնացեք կգտնեք Վարդենիսում տարեց մարդիկ, որոնց ծննդյան վկայականները, նո իմ տարիքի մարդիկ, ես 52 թվից ծնված եմ։ Իմ տարիքի բազմաթիվ մարդիկ կան էլ, որոնց ծննդյան վկայականներում թուրքերեն է գրված Հայաստանի Հանրապետությունում։ Գոնե ռուսերեն չի, որը
երկրի պաշտոնական, ես չեմ ուզում ասեմ լեզուն լավի վատի խնդիրն է, լեզուների հիերարխիայի խնդիրն եմ դնում։ Այդ նույն Վարդենիսում հիմա օրինակ նույն ձեր ասած դեպքն եմ ասում, կա այսպես կոչված վռշիկների գյուղ, որոնք Ռշտունիքից են եկել եւ այդ պատճառով վռշիկները ցեղասպանության շրջանում Նորակերտը։ Այդ վռշիկների գյուղը կամ Նորակերտից եկած Ռշտունիքից եկածները մինչև 26-27 թիվը դեգերում էին Ադրբեջանի հայկական գյուղերում, մասնավորապես Շամխորի շրջանում։ Ի վերջո իրենք տեղավորվեցին, հավաքվեցին կամաց-կամաց, շատ պարկեշտ ու նորմալ լավ մարդիկ են, երբ որ սկսվեց 88 թվականի գաղթա, փախուստը, տեղափոխությունը, Շամխորի մի զգալի մասը եկավ այդ գյուղում եւ մարդիկ գտան կամ մանկության տարիներին իրենց հիշած, կամ իրենց տանը պատմված են մարդկանց, որոնց գոմում են իրանք այն ժամանակ ապրել, կամ որոնք իրենց օգնել են դեմքով, գիտեն, 7-8 տարի ապրել են այդտեղ, եւ այդտեղից հիշողություններ ունեին։ Հիմա փոխվեցին դերերը, իրենք էին նրանց իրենց տներում փորձում տեղավորել։ Այո, սա ցավոք մեր կյանքի 20-րդ դարի, 19-րդ դարի, 18-րդ դարի գոնե, այսինքն սոցիալական եւ անհատական հիշողության մեջ դեռևս ժառանգվող, պատմվող, անուններով իմացող երևույթների շղթայի մի մասն է։ Մի զավեշտալի պատմություն էլ հիշեցի, որ դուք պատմեցիք, Լոռիում զրուցում եմ ինչ-որ մի մարդու հետ, տենց ճանապարհ ենք գնում, ու հենց Ղարաբաղի այս իրադարձություններն եւ վերջին որ փախստականներն եկան, ու սկսեց էլի բողոքեր եկան, լծվեցին այս երկիրը, սա ինչ են անելու եւ այլն եւ այլն։ Թեման ծրվեց, մի կես ժամ հետո խոսում ենք արդեն այդ ծագումից մեր տարածաշրջանի բնակչության, ասի լավ, դու որտեղից եք, դե մեր պապերն ասում են Ղարաբաղից ենք։ Շատ տարածված է։ Ասենք Հայաստանի հյուսիսը գիտենք, Տավուշը, Լոռվա, մի զգալի մասը։ Լոռիում գիտենք, Մարցի, Ահնիձորի բնակչությունը բոլորը հիմնականում այնտեղից եկածներ են ի վերջո։ Այո, ու մեր խնդիր էլ կա, կարևոր, որ եթե ինքնությունը այս հոսքերը բնակչության լինում են ինչ-որ տնտեսական աճի կամ ակտիվ զարգացման հաղթանակների ֆոնին, այդ չեն զգացում, այդ կոնֆլիկտները հարթվում են ու նոր ինքնությունը, հա, այդ նոր հասարակության հաստատվում է, իսկ եթե պարտությունների ճգնաժամերի ֆոնին այդ պարակտումները շատանում են ու նույնիսկ հին ինչ-որ կոնֆլիկտներ են, հա, առաջանում, այսինքն հաղթող հասարակությունները կոպիտ ասած։ Գիտեք, հիմա ես նույնիսկ հաղթող հասարակություն չասեմ, մինչև 20 թիվը իբրև հաղթող հասարակություն էինք, բայց այդ հաղթող հասարակությունում կար եւ վիետնամական սինդրոմը պատերազմի, որի մասին չէր խոսվում, որի նկատմամբ եւ վերաբերյալ որևէ քայլ չէր ձեռնարկվում, որտեղ պատերազմից եկածները եւ հիասթափվածները մնում էին այսպես բոլորովին անտեսված, կարող են, այո, բայց այնուամենայնիվ գիտեք, կա նաեւ բարոյական ձևը, աջակցությունը, մեդալներ ու շքանշաններ էր բաժանմաչուձախ, գիտեք, ես կարծում տոննաներով մեդալներ են տվել մարդկանց։ Չէ՞ որ Շուշիի ազատագրման օպերացիայի մասնակցան մեդալները ավելի շատ են, քան մասնակիցների քանակը, չգիտեմ դա ինչքանով է համապատասխանում իրականությանը։ Բայց ես ինքս մի քանի այդ պատմություններից հետո մի բան տեքստ գրեցի, որ դեպքեր կան, մարդիկ կան, որոնց պիջակի աչոձախ կողմերում վարչական պաշտոններ զբաղեցնող քաղաքական անձինք, որոնց պիջակի աչոձախ կողմերում մեդալները չեն տեղավորվում կախել, իսկ այդ նաև հիմա տարբեր մարդիկ են ռազմական գործողությունների մասնակցել, մի զգալի մասը անտեսված է, Եռաբլուրը դարձել էր ծիսական պաշտամունքի առարկա, բայց Եռաբլուրում ծիսական պաշտամունքը իրականացում էր միայն մահացածների նկատմամբ, կենթանի մնացած շատերը մնացած դուրս էին գտնում ուշադրություն, այսինքն վիետնամական սինդրոմը կար, բայց սա չէր դառնում հանրության խոսույթի եւ դրա նկատմամբ ծրագրային գործողությունների առարկա, իսկ ինքը անպայման հետո թողնում է հետ հասարակության ներքին հարաբերություններում։ Նույն բանը հիմա մենք արդեն պարտված երկիր ենք, հա 20 թվից հետո։ Պարտված երկրի բարոյահոգեբանական ընդհանուր խնդիրները, որոնք միշտ մեղավոր է փնտրում եւ մեղավորել կան անպայման կան օբյեկտիվ իրավիճակներում էլ, սուբյեկտիվ մեղադրանքներ էլ կան եւ կան ռեալ մեղավորներ եւ կան մեղադրանքի անիմաստ շռայլումներ,
բայց ընդհանուր հասարակության հոգեբանությունը ուղղվում է նաև այդ մեղադրյալներով կյանքը բացատրելու եւ այդ մեղադրյալների մեջ շատ անարդար հաճախ առաջացող իրավիճակներ այո մենք այս նաև ընդհանուր հասարակության զարգացման կամ հասարակության ընթացիկ կյանքի ձևավորումների բոլոր ասպեկտները 20-րդ դարում եւ այսօր ունենք չունենք ուրիշ բան չունենք դրանց հետ կապված ծրագրեր, չունած անընդհատ, չունենք դրանց հետ կապված գործնական մոտեցումներ, գործնականը որոշում կայացնել եւ դրա հետևից գնալ։ Հիմա օրինակը այս նույն փախստականների կողմից բարձրացված բնակարանային խնդիրը Արցախի։ Մարդիկ ճիշտ են ասում են ծրագրերը, որոնք այս պահին սեղանի վրա են 50 տարի, 60 տարի պետք է, եթե երբևէ լուծվելու է։ Ինչքան մարդ կմնա, ինչքան սա դեռ թողնում եմ։ Բայց իշխանությունը բացարձակ օրինակ չի ուզում քննարկել նրանց համար տուն կառուցել, տներ կառուցելու, ոչ թե տներ, ոչ թե սոցիալական տներ, այլ նորմալ շենք հերթակոս կառուցելու մոտենալ։ Կառուցելը եթե լիքը հիմա Հայաստան, Երևանը շինարարական հրապարակ է։ Ու նայում եք կառուցապատում։ Բայց մենք ունենք նույնիսկ 70-ականների վերջի շրջանի փախստականներ, որոնք բնակարան են ստացել մի քանի տարի առաջ։ Ընդհանրապես երևի կան մարդիկ, որ չեն ստացել։ Հենց հիմա Ախթալայում 89 թվականից մի փախստական կնոջ գործին ես հետևում եմ։ Այդպես հետևում ենք մարզերում մի քանիսի։ Այսինքն դա մեզ համար դաշտային աշխատանք է։ Մենք նայում ենք ինչպես է մարդու իրավունքը ոտնահարվում կամ իրացվում։ Նույնիսկ եթե իրացվի, պայքարներ են գնում։ Չգիտեմ ինչ պայմաններում գտնող, ծանրագույն պայմաններում գտնող մի հանրակացարանի մի սենյակի սեփականաշնորհման մասն է, որի բոլոր իրավական այնքան շատ թուղթ ունի իրավունքի, որ չեն կարողանում մերժել, բայց չեն էլ հաստատում։ Մի տարուց ավել է նիստից նիստ անցնում, հանձնաժողովից հանձնաժողով անցնում, չգիտեմ, մարզպետարանում անցել, բոլոր տեսակի հայկական ինստանցիաներով անցել է այդ կինը, վարչապետ, տեղական տարածքային կառավարման նախարարություն, սոցիալական նախարարություն, միգրացիայի վարչություն, կադաստր, մարդու իրավունքներ, բոլոր տեղերում գիտեն, որ չեն կարող իրեն ոչ ասել, որտեղ բոլոր իրավունք կա, բայց հարցը չի լուծվում։ Հիմա ինչու չի լուծում։ Ես կոնկրետ օրինակ եմ ասում, դա միակ օրինակը չի, բայց հիմա այս կոնկրետ օրինակն եմ ասում, որտեղ երկու շաբաթ առաջ Լորվա մարզպետարանում էլի հարցը մտել է օրակարգ ու էլի չի լուծվել։ Օրինակ, այդ բոլորը եւ դա հավերժ կարող է շարունակվել։ Մարդու կյանքը թունավորելու եւ ընդհանուր փախստականների նեգատիվ վերաբերմունքը ձևավորելու ուղղակի քայլեր։ Տիկին Խարատյան, այս հարցից անցնենք վերջին հարցին, քանի որ մենք քննարկեցինք մինչև այս տեսագրումը, հա, որ բարբարի խնդիրը, հա, Ղարաբաղի, որովհետև խոսում են պետք է պահպանել բարբարը, ինտեգրացիան, ընդհանրապես ինտեգրացիայի մասին շատ քիչ են խոսում, ոնց պետք է լինի, պետք է ինչ-որ սենց առանձին բնակավայրեր հիմնադրվեն կամ ինչ-որ թաղամասեր, թե պետք է ուղղակի սենց ծրված լինի բնակչությունը։ Կարծում եմ շատ խնդրահարույց, բանն այն է, որ միջազգային ստանդարտներով, որը այսինքն օրինակ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, չգիտեմ, միջազգային կառույցների կողմից մշակված ստանդարտներով ինտեգրացիան դա գլխավորապես այդ երկրի իրավական եւ տնտեսական կյանքի հարմարումն է։ Դի հարմարվել այդ կյանքին դա է ինտեգրացիայի համարվող ճանապարհը։ Հիմա ինտեգրացիայի մեջ մեծ հաշվով չի մտնում նրանց մշակութային ինքնության պահպանության խնդիրը։ Ցանկացած երկրում փախստականներին եթե տալիս են ապրելու տեղ, հնարավորություն են տալիս սովորել լեզուն, հնարավորություն եւ իրավունք են տալիս աշխատել, եւ մարդը քիչ թե շատ կարողանում ինքն իրեն կերակրել, կհամարվի ինտեգրված։ Հիմա սա նաեւ Հայաստանն է կարծեք թե այդ ճանապարհը ընտրել հայության համար։ Այսինքն դե փախստական են, սոցիալական նախարարությունը փորձում է լուծումներ տալ, դա մինչև հիմա ինչ-որ բնակարանային օգնություն են տվել կոմունալ վճարներ եւ վարձակալություն,
աստիճանաբար պետք է դրանից դուրս գան, իրենք աշխատանք գտնեն, իրենց չպետք է մերժեն աշխատանք գտնեն, հասկանալի որ սրանք բոլորը մասամբ տեսական դատողություններ են, բայց նաև օբյեկտիվորեն հիմքի մեջ ճիշտ են։ Իրանք պետք է ինտեգրեն, որ Հայաստանում ապրեն արդեն ոչ որպես փախստական։ Հիմա պիտի եւ ինչու են իրենք ուզում անպայման փախստական լինեն, մնալ, եթե ուզում են մնալ։ Արդյոք այդ մնալը կապված է միայն ստանալիք արտոնություն կամ վարկի կամ աներողություն օգնության եւ այլն, թե այդտեղ նաեւ այլ հեռահար նպատակներ կան։ Հեռահարը վերադարձնել Արցախ։ Օրինակ, այո, օրինակ։ Կամ նրանց հավատացնում են, որ ձեր գույքը անկախ նրանից թե դուք քաղաքացի կդառնաք թե չեք դառնա, ձեր իրավունքի տակ է, դուք կարող եք մինչև միջազգային դատարան գնալ այդ գույքը վերադարձնելու։ Արցախում մնացած գույքը։ Այո, Արցախում մնացած գույքը։ Բայց այդ գույքը ավերվում է, հասկանալի է, որ այդքան մարդ չի գնալու միջազգային դատարան, եւ նաեւ հասկանալի է, որ Ադրբեջանը կասեցրել է իր։ Այո, եւ հետո իրանք ապացուցողական թերի իրանք կադաստրի թղթեր մեծ մասը չեն բերելու այլ, բայց այնուամենայնիվ մեկ էլ տեսար աշխարհը փոխվեց, իրանք կարողացան վերադառնալ, հա։ Այսինքն մարդը միշտ մտածում է իր կորցրածը վերադարձնելու կամ նորը ստեղծելու կամ եթե բոլոր ճանապարհները փակեն որոշ լուծումներով դուրս գալու։ Ինչենք մենք նրանց առաջարկում։ Դուք որպես 80-ականների վերջի փախստականների հետ ակտիվ շփված ու լավ ծանոթ մարդ, այն ժամանակ էլ կար որ վերադառնալու են մի քանի տարի հետո ակնկալիքը։ Նայած որտեղից, օրինակ Բաքվի ջարդերից հետո, ասեմ ձեզ որ 88-89 թվականներին Բաքվից տեղափոխվածները այլ տրամադրություններ ունեն։ 90 թվականի ջարդի ժամանակ մազապուր ջարդված եւ բոլորովին այլ հայացք։ Այսինքն առաջինը հավատում են որ կգնան հեսա։ Կգնան, այո, որ կփոխվի իրավիճակը, գյուղեր կան որ կային, այո, որ մտածում էին, հետո տրամադրությունը փոխվեց, որ իրանք չեն ուզում, մասնավորապես, եթե զանգվածային ասեմ, Կուրի Ջախապնյակի բնակչությունը, այսինքն Շաքեն, Վարդաշենը, Շամախին, այդ ձեր ասած Իսմայելի շրջանը եւ այլն, նրանք ասում էին արդեն, որ հաստատ անհնար է վերադառնալ, բայց այո, կուզենային համատեղ ապրել, այսինքն իրենք մեծ հաշվով կամ Ղարաբաղից կամ Ղարաբաղից մեծ մասը գնացածն են։ Այո, եթե հնարավորություն լիներ միտեղ ապրել, ինքն ժամանակ մտածում ենք, որ կարող են Լաչինի շրջանում հավաքվել ով որ կուզի։ Եվ այնտեղ գուցե մի ընդհանուր բնա, բայց ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի իշխանությունները, Արցախի իշխանությունները դրա համար տրամադրված չէին այդ խնդրում եւ չէր ստեղծվում պայմաններ։ Այլապես մեր փորձով, աշխատանքային փորձով եւ լիդերներով իրենց, լիդերը պայմանական ասենք 10 ընտանիքա մի գյուղում կարծիքը արտահայտող շատերի անձը, հա, ավտորիտետ ինչ որ։ Այո, հեղինակություն ունի, օգնության է կարողանում մարդկանց անել, նրա միջնորդում է նրանց հարցերի լուծման համար, այդ մարդիկ ոչ ֆորմալ լիդերները, այդ մարդիկ շատ-շատերը ասում էին, որ կուզենան վերադառնալ, որովհետև ոչ թե չէին ասում, որտեղ այստեղ վատ է, ասում էին մենք շատ երկար ժամանակ այստեղ օտար ենք մնալու։ Եվ դա ասում էին հասկանալով, որ եթե իմ մոտ էլ գային, իմ մոտ էլ իրանք էին օտար լինելու, իսկ իմ հարազատ միջավայրը եւ հարազատ փլավ էփելու ձևը, մածունով եւ այլն, ես ուզում եմ իմ միջավայրում։ Եթե այդպիսի հնարավորություն լիներ, սա ես ասում եմ արդեն 10-ական, 2010-ական, 20 տարի անց, իսկ ավելի վաղ շրջանում իհարկե դեռ վերադառնալու խնդիրը նույնիսկ պաշտոնական քննարկումներում կար։ Տիկին Խարատյան, շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Իհարկե ես հասկացա, որ մենք նույնիսկ թեմաների կեսը չծածկեցինք, բայց այնուամենայնիվ ժամանակը շատ ծախսվեց։ Ես էլ շատախոս մարդ եմ։ Չէ, շատ հետաքրքիր է, շնորհակալություն եւ հուսամ նաեւ ֆակտորի մեր լսարանին հետաքրքիր կլինի այս զրույցը։ Տեսնենք ինչ ա լինելու, ձեզ հաջողություն։